Արհեստական բանականությունն այլևս ապագայի գործիք չէ, այն շատ արագ եւ հաստատուն կերպով ներթափանցել է մեր կյանք, դառնալով ոչ միայն մասնագիտական խմբերի, այլև շարքային քաղաքացիների առօրյայի անբաժանելի մաս։ Այսօր արհեստական բանականության օգտագործումը ոչ թե ընտրություն է, այլ անհրաժեշտություն, հետեւաբար կարեւոր է, որպեսզի գործիքի կիրառումը լինի գրագետ եւ ճիշտ։ Հենց այսպիսի շեշտադրմամբ օրերս Անանիքս ընկերությունը համագործակցելով ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ նույն կենտրոնում իրականացրեց տեխնոլոգիական հեքեթոն, որի մրցութային մասը կազմակերպել էր MFM Soft ընկերությունն իր հեղինակային AI Masters Challenge ձևաչափով։ Երևանից, Էջմիածնից, Վանաձորից եւ Գյումրիից հեքեթոնին մասնակցող ծրագրավորողների, ինժեներների, տեխնոլոգիական ոլորտի մասնագետների, ստարտափ թիմերի եւ արհեստական բանականությամբ հետաքրքրված նորարար մտածողությամբ անհատների խնդիրն էր AI Masters Challenge ձևաչափով մի քանի ժամում գտնել նորարարական, կիրառելի եւ ապագային ուղղված AI լուծումներ։ Հեքեթոնի մրցանակային ֆոնդն ի սկզբանե 3000 ԱՄՆ դոլար էր։ Սովորելու բավականին լայն դաշտ գոյություն ունի, արդեն գնացել է այդ գնացքը, որ պետք չի։ Հարցն է դու այդ գնացքում ես թե չէ, թեմայի մեջ լինել, ճիշտ օգտագործել։ Դա է առաջի գլխավոր սովորելսնելու ուղղությունը։ Ես ուրախ կլինեմ Հայաստանում լինեն շատ մասնագետներ, քանի որ ցանկացած աշխատանք, որ օֆիսում մարդ համակարգչի առջև նստած է անում, կհասնի մի օր տեխնոլոգիան, որ այդ մարդը այդ հոգնեցնող աշխատանքը ինքը չի անի, կպատվիրակվի արդեն պատրաստի համակարգերին եւ գուցե հնարավոր է լինում Հայաստանում այնքան զարգացնել այդ ուղղությունը, ունենք պոտենցիալ ամեն դեպքում։ Այստեղ խնդիրը նաեւ այս չելենջի շրջանակում այն մարդը, ով մինչեւ այդ օգտագործելով ծրագրավորման իր գիտելիքները փորձել է ինքնուրույն ավտոմատացման խնդիրներ լուծել, ուղղակի ավտոմատացման մեջ դու պետք է ամբողջ սկզբից մինչև ավարտը հստակ քայլերով նկարագրած ունենաս, որովհետեւ մի հատ քայլում չի հանդիպում այնպիսի վիճակ, որ դեռ չգիտի, համակարգը գնա երբ որ AI-ը լինի այդ ամեն ինչի վերևին կանգնած, այսինքն ցանկացած этаպում, երբ որ որոշում կայացնելու կտորը դառնա AI-ը, դա ենք փորձում անենք։ Հեքեթոնին մասնակցելու հայտ ներկայացրած 100 թիմերից առաջին փուլը հաղթահարել էին միայն 17-ը, որոնց տրված 6 խնդիրներից 3-ն, ինչպես մանրամասնեց Մհեր Աբրահամյանը, բավականին բարդ էին եւ հեշտ չէր լինելու մասնակիցների համար գտնել լուծումներ։ Միջոցառման մասով երկու մասից է բաղկացած, առաջնային կազմակերպումը AI թեմայով challenge-ներ, իսկ MFM-ի մասնակցությունով որպես AI Masters Challenge, դա ինչ որտեղ ծրագրավորման մրցույթ է, խնդիրներ են ստացել, աշխատում են խնդիրների ուղղությամբ։ AI հիմա ամեն մարդ մի ձև է պատկերացնում, բայց ինքը բազմաշերտ է։ Երբ որ առաջարկ եղավ, որ ես ժյուրիում լինեմ, ցանկությունս էր, որ ավելի կիրառական գնա ֆորմատը եւ կոնկրետ խնդիրների վրա աշխատեն։ Հիմա այստեղ հետեւ ներկայացված է շատ նոր ուղղություն, բոլորին ճանաչելի AI-ը, արհեստական բանականությունը, դա տեքստ վերադարձնող գործիքներն է, որ սովորաբար մարդիկ օգտագործում են, բայց իրականում ինքը կարա նաև որպես մտածող վերևի օղակ լինի շատ գործերում, որտեղ բրաուզերում մարդը ինչ անում է համակարգչի միջոցով, ինտերնետում ինչ գործողություն որ անի, այդ ամեն ինչը հնարավոր է եղել նաև նախկինում ավտոմատացնել, իսկ հիմա արհեստական բանականության եւ այդ ավտոմատացման հիբրիդով իրար գումարելով ստանում ենք նոր տեսակի ուղղություն, երբեմն agentic AI են իրան ասում, այսինքն ագենտներ, որ անում են որոշակի գործողություններ։ Մասնակիցները թիմերով կամ անհատապես օրվա ընթացքում աշխատեցին AI հիմքով իրական լուծումների մշակման վրա, վերլուծելով խնդիրներ, առաջարկելով նորարար գաղափարներ եւ կիրառելի մոտեցումներ։ Նրանց աշխատանքի ընթացքում օգնեցին ոլորտի փորձառու մենթորներ։ Շուրջ 3 ժամ տրված հանձնարարականների վրա աշխատելուց հետո եկավ մասնակիցների համար ամենակարևոր ու սպասված պահը՝ ներկայացնել իրենց լուծումները եւ արժանանալ ժյուրիի գնահատականին։ 17 մասնակցից հաղթեց 7 թիմ, գլխավոր մրցանակին $1000 արժողությամբ արժանացավ 1 թիմ, մյուսները $500 չափով պարգևներ ստացան։ Տեղում մրցութային ֆոնդը $1000 ավելացնելու որոշում կայացվեց, հաշվի առնելով, որ մրցույթում կային հավասարարժեք լուծումներ առաջարկած թիմեր, որոնց միջև հովանավոր ընկերությունը չցանկացավ տարբերակում դնել։ Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, Նոյան Տապան։